Զանգակատուն, Երասխ, Նորակերտ, Արմաշ, Սուրենավան, ապա նաև Նորագավիթ հանուն հանրապետության կուսակցության քարոզարշավի հերթական ուղղություններն են։ Ներկայացնելով ծրագրերը դարձյալ շեշտում են, իրենք ընդդիմությանն են ցանկանում փոխել։ Ընդդիմությունը ձեռքից խլենք, ընդդիմությունը վերադարձնենք ժողովրդին։ Ես ցուցակը գլխավորում եմ, բայց ես վարչապետի թեկնածու չեմ։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ։ Կուսակցության առաջնորդի խոսքով իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։ Արման Բաբաջանյանի ձևակերպմամբ պետք է մտածել այլընտրանքների մասին։ Հենց ունեցանք այլընտրանք, ռուսները կխելոքանան։ Պետություն ենք, ուրեմն ապագային նայելով, անցյալը չմոռանալով, պիտի կառավարելի հասցնենք մեր հարաբերությունները եւ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ, եւ Իրանի հետ, եւ Վրաստանի հետ։ Ունենալ դաշնակիցներ, որոնք կարող են ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Օրինակ Հունաստանը, օրինակ Արաբական աշխարհը, որոնք Թուրքիան նույնպես խոցել է երկիր է։ Թուրքիան պետք է վախենա ոչ միայն մեզանից, այլ նաեւ մեր դաշնակիցներից, օրինակ ՆԱՏՕ-ի պետություն, օրինակ Ֆրանսիայից։ Թուրքիան միջերկրական ծովում վախենում է Ֆրանսիայից։ Ըստ կուսակցության ներկայացուցիչների, դաշնակիցների այնպիսի շրջանակ է պետք ստեղծել, որը Հայաստանի կշիռը էապես կավելացնի։ Եվ կդժվարացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի մտադրությունը Հայաստանի վրա որևէ ոտնձգություն իրականացնել։ Զուգահեռ Հայաստանը պիտի տնտեսությունը իր հզորացնի, տնտեսությունով պիտի հզորացնի իր բանակը, իր կարողությունները։ Իրենց նախընտրական ծրագրում նման կետեր են, օրինակ ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական գործունեությունը, ԵՄ-ի ազատ առևտրի գոտուն միանալու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Նաև նշվում է ԽՍՀՄ խնայբանկի ավանդների վերադարձը տարիքային շեմի նվազմամբ։ Ավանդների վերադարձի տարիքային շեմը պետք է նվազեցնել 10 տարով, որպեսզի այս տարի վճարումներ ստանան մինչև 1954 թվականը ծնված մեր քաղաքացիները, ոչ թե մինչև 1944 թվականը ծնվածները։ Պետությունը չի կարող պահել մարդու փողը հույս ունենալով, որ ժամանակը կլուծի խնդիրը։ Պետությունը պարտավոր է վճարել, իսկ եթե ավանդատուն կյանքի ընթացքում չի հասցրել ստանալ իր փողը, այդ իրավունքը պետք է փոխանցվի նրա ժառանգներին։ Էմմա Վարդանյան, լուրեր։